Պուտին-Ալիև տանդեմի արձագանքը Փաշինյանի ճակերտավոր խաղաղ դարաշրջանին ու խորհրդանի ծեծկռտուքներին, գրում է Lragir.am-ը։ Բաքվի զինվորականները գիշերը փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի կարմրաքար շուրն ու հատվածը։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանը 2 օր է ճակերտավոր քննարկում է կառավարության ծրագիրը, որի մեխը խաղաղության դարաշրջան բացելն է։ Ադրբեջանի հետ սահմանազատման պայմանագրի, Արցախի հարցի փակման եւ Հայաստանից տարածքների սիջումների գնով։ Ինքը վարչապետը իշխող խմբակցության անդամներն իրենց ելույթներում փաստացի խոստովանում են, որ դա արվում է արտաքին պարտադրանքի տակ։ Ծրագիրն այնպես ենք կազմել, որ չխանգարի բանակցային գործընթացին։ Վարչապետ հայկական իրավունքներից հրաժարվելը հիմնավորվում է ժողովրդից ստացած մանդատով, որն օրինակ չի ցանկանում, որ իր երեխաները ծառայեն բանակում պատերազմական իրավիճակում։ Լենա Նազարյան։ Ալիևի գիշերային ակցիան ռուս խաղապահների միջամտությամբ անկասկած ուղղված է վարչապետի ու նրա թիմի թեզերի հաստատմանն ու հանրությանը դրան համակերպելուն։ Եթե պայմանագիրը չկնքեն, այս միջադեպերը շարունակվելու են։ Ավելի վաղ այդ նպատակով Բաքուն ռազմական գործողություններ էր հրահրում Երասխի Գեղարքունիքի մարզի շփման գծում։ Բաքվին ակտիվ ձայնակցում է Մոսկվան։ Բաքուն ճակերտավոր խաղաղության դարաշրջանից ստանում է Ադրբեջանի որպես պետության լեգալիզացիա։ Մոսկվան ռազմական լայն ներկայություն Հայաստանի տարածքում, ինչ է ստանում Երևանը քաղաքական առումով, նույնիսկ իշխող խմբի ներկայացուցիչները չեն կարողանում ասել, հрамցնելով կենցաղային բնույթի հիմնավորումներ։ Հայաստանի խորհրդարանն էլ այս ծիրում է։ Շարունակվող նողկալի լեզվակռվի ծեծկռտուքի հայհոյանքների նպատակը տեսարաններ ապահովելն է, հանրությանն այս մասով էլ խաղաղության դարաշրջանին համակերպելու համար։ 1-2 պատգամավորի չհաշված, որոնք համառորեն դնում են հայկական քաղաքական իրավունքների հարցը, մյուսները կատարում են իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարությանը հավատարմության շրջանակներում։ 4-րդ կրկին սատիրիկոն ժանրում է վերնագիր «Ինչպես պայքարել ընդդիմության դեմ», օգտակար խորհուրդներ։ Կարդում ենք Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԱԺ-ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին հետևեց Հայաստան դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի շշանետումը, ընդմիջում էր հայտարարվել, որի ընթացքում նիստերի դահլիճից հավաքվել են շշերը, բաժակները, ալկոգելերը։ 4. Դե հա, շատ օպերատիվ են արձագանքել մեր անվտանգության մարմինները, բա ինչ անեն, ոչ մի սայի թշնամում թող ծարավ մնան ու վիրուսներն էլ նրանց խեղդեն, բայց հակահպեկչական այս քայլերը կիսատ կլինեն, եթե չվերացվեն սադրանքին նպաստող այլ գործոնները։ Օրինակ, եթե շշերը, բաժակները, ալկոգելները հավաքել եք, ապա պետք է պատգամավորների մոտից հավաքել նաև թուղթ ու գրիչները։ Շատ թարախնդիմություն է, այդ թղթի կտորը կծամեն, բուջուր գնդի կսարքեն, հետո գրիչի միջուկի մեջ կդնեն, փուհ կփչեն ու թղթի շարիկով պատգամավորին կխփեն։ Ու շատ թեթև վնասվածքներ հասցնեն, բայց մյուս կողմից կարող է թղթի շարիկի մեջ կորոնավիրուս լինի։ Հաջորդը, ինչ պետք է անել։ Ընդդիմադիր պատգամավորներին պետք է արգելել տրոսիկ հագնեն։ Դրանք ամեն ինչի ընդունակ են։ Տրոսիկից երկար ռեզին կհանեն, մատներին կկապեն, յուրինակ ձեռքի պարսատիկ կստացվի, հետո մի կարճ 1-2 սանտիմետրանոց նավթուլի կտոր կծալեն, կդնեն այդ ռեզինի վրա ու պժ կկրակեն։ Գիտեք ոնց է դաղում։ Մի քիչ էլ գյոզերով սեղանի տակից կրակեն, վաբշե չի ջոկվի, թե ով է կրակել, թե չէ շիշը 80-ականների զենք է։ Դրա մոդան անցել է։